Դե ինչ, բարելույս բոլորին, ողջույններս բոլոր ալիքի մեր հետևորդներին, հուսով եմ բոլորը լավ եք, ձեր հետ կրկին ես եմ, շնորհակալ եմ, որ գրանցված եք ալիքին, շնորհակալ եմ, որ հետևում եք ալիքին, հետևում եք վիդեոներին, շնորհակալ եմ ձեր կոմենտների, կարծիքների, բոլոր գրառումների համար։ Դե են մարդկանց էլ, ովքեր դիտում են այս վիդեոն ու դեռ գրանցված չեն ալիքին, խնդրած կլինեմ գրանցվել ալիքին, սեղմել հավանելու կոճակը, ինչու՞ չէ, նաև զանգակի կոճակը կարող եք սեղմել, որպեսզի առաջինը տեղեկանաք նոր վիդեոների մասին։ Սկսում ենք մեր հերթական շաբաթը, այսօր երկուշաբթի, ես ժամը քանիսն է, 6-ն է արդեն, նոր դուրս եմ եկել գործի, որոշել էի ավելի շուտ դուրս գամ, բայց չստացվեց, քնած էի մնացել, ու հիմա նոր դուրս եմ գալիս, որովհետև ժամը 7-ին ունեմ պատվեր, տենց իմ հաճախորդներից է մշտական, խնդրել է այսօր, որ իրան էլի տանեմ մի խոսքով իրա գործերով։ Դրա համար հիմա ես այսօր ժամը 6-ն է դուրս եմ եկել, հիմա որոշեցի սենց ձեզ մի հատ ողջունեմ, բարևեմ ու գնանք մեր հաճախորդի հետևից ու տեսնենք այսօր մեզ ինչ օրա սպասվում։ Անցած շաբաթ վատ չէր սկսել, ճիշտն ասած, մի երկու օր տենց եղավ, որ թույլ էր եւ այլն, բայց հիմնականում վատ չէր գործը, բայց շաբաթվա վերջ ի զարմանս ինձ ահավոր գործը սենց իմ համար սենց շատ թուլացավ ու չգիտեմ ոնց որ սենց մեկը բռնի անջատի ծրագիրը, հա, սենց ասեմ, որովհետև երբ էր շաբաթ օրն էր կարծեմ, թե այ շաբաթ օրը երեկոյան, որ քաղաքում տղեկներ կիմ կհաստատեն, հաստատ գիտեմ, որ շատերը լավ այդ օրը գործ են արել, ես ամեն տեղ գնացել կանգնել եմ, սպասել եմ ժամերով, նայում ես լիքը մարդ դուրսը, այդ քլաբները, ռեստորանները լիքը մարդիկ, զգում ես այդ քաղաքի աժոտաժից զգում ես, որ գործ կա, բայց իմ մոտ տենց ահավոր մի հատ վիճակ էր, ոչ մի բան չեղավ, չգիտեմ, հիմա այսօր այս շաբաթ սենց տրամադրված եմ, որ այս շաբաթի լավ լինի ու հուսանք լավ կլինի։ Նորից ողջույններս բոլոր հետևորդներին, նորից շնորհակալ եմ ձեզ, որ ալիքի հետ եք, շնորհակալ եմ բոլորից հետ, որ հետևում եք ալիքին, ջեյն ողջույններս մեր տղեկին, մեր բոլոր ընկերներին, ում հետ նորով ինչպես անցած անգամ նշեցի, այս անգամ էլ ցանկանում նշել, ում հետ կապի մեջ ենք, ալիքի հետևորդներն են, այս ալիքը ինձ մի հատ մեծ բան տվեց, ես ծանոթացա այս տղերքի հետ, որ ասենք երևի առանց այս ալիքի կարող է եւ ընդհանրապես մենք չծանոթանանք, բայց դրա արդյունքում այս վիդեոները նկարելու արդյունքում ծանոթացա այդ տղեկի հետ ու շատ ուրախ եմ դրա համար ու ուզում եմ ողջույններս ջեր ողջույններս փոխանցել Սևակին, Գարեգինին, Գորին, Վահանին, երկու Վահաններին, Հովոյին, մեր ալիքի լավ ընկեր, շատ կարգին լավ մարդ, արդեն քանի անգամ ճիշտ է դեռ հեռախոսով, բայց զրուցել ենք իրար հետ, հուսով շուտով կհանդիպենք, Գորի հետ ենք արդեն հանդիպել, Գորջան հուսով եմ մեքենատ էլ շատ կարճ ժամանակում կսարքեմ, որովհետև այն օրը ինձ ուղարկել էր վիդեոն, որ մեքենային եկե խփել էին ճանապարհին։
որտեվ ահա որ բան է, ես էլ անգորս նստած էի այդ ընթացքում, որ մեքենաս վերանորոգում էին, ահա որ մի հատ sense ստրեսային վիճակ է։ Խոսքով լավ եղեք Տերեկ ջան, այդքանը գնանք այսօր տեսնենք մեզ ինչ է սպասում, շարժվեցինք։ Արդեն ուրեմն այս կնոջը պետքա վերցնեմ բրբանկից, Սանվալի բրբանկ, խոսքով տենց այդ հատվածից։ Հիմա ճանապարհին եմ, հեսա կհասնեմ մի քանի րոպեից։ Չգիտեմ ես կստացվի վիդեո անեմ, թե չէ, ամեն դեպս կաշխատեմ։ Այս կինը ուրեմն ոչ մի ուրիշ վարորդ չի ցանկանում, որ իրան տանեմ բերեն, չի վստահում ոչ մեկի, մենակ ինձ է վստահում, դրա համար քանի օր առաջ գրում է ինձ, խնդրում է, որ այդ ժամին պլաններ չունենամ, որ տանեմ իրան եւ այլն, բայց եթե ստացվի էլի եմ ասում, վիդեոն կանեմ, ցույց կտեմ, այս կինը ինչ-որ ուրեմն խնդիր ունի, ներվերի հետ կապված է, թե ինչ է, ուրեմն ամեն ինչը իր վրա ազդում է, որ ինձ տեքստ անելուց, որ ասենք ինձ խնդրում է, որ իրան գնամ տանեմ, հիշացնում է, որ խնդրում եմ օծանելիք չօգտագործես, ես ալերգիա ունեմ, էլի բան, ասում եմ, հա, խնդիր չկա, ես հիշում եմ, չեմ օգտագործի եւ այլն, ու ամբողջ ճանապարհն էլ էս բանը ուրեմն AC-ին մի քիչ ուժեղ անենք, օդը թույլ անենք, մի 62 չէ, 63 չէ, 61, մի խոսքով առաջի հայացքից որ բանես ներվեր է սախոցում, բայց ինքն էս լավ կին է, ես դրա համար ասենք տենց ուշադրություն չեմ դարձնում այդ ամեն ինչին, հետո ինքը ինչը սիրեցի իրա, որ ասենք ինքը ինձ այդ զգուշացրել է, որ ամեն օր էլ ամեն անգամ էլ ասում է, որ իրան տանում, ասում է, ես սենց էլի, ես գիտեմ խնդիր ունեմ, մի քիչ այդ ինչ շատ է տանջում, բայց դե ասում է իմ պրոբլեմն էլ տենց է, չեմ կարող դրանից ազատվեմ, չգիտեմ հիմա դրան շեղում ասեմ, թե ինչ-որ հոգեկան խնդիր ասեմ, հոգեկան չի, ավելի շատ ինչ-որ ներվերի հետ կապված, կարևոր չի, ուղղակի ուզում եմ ասեմ, եթե ստացվի վիդեո անեմ այդ մեր ընթացքը տեղադրեմ, կտեսնեք էլի ինքը ինչքան սենց էսի վրես ազդում է, այնի վրես ազդում է, սենց մի խոսքով Սա մի քիչ ժամանակ ունենք դեռ մի 15-20 րոպե մինչև իրան վերցնելը ինչ էի ուզում մեկ էլ հա ժողովուրդ ջան, տղեկ ջան, աղբերներ ջան, ձեզ ուզում խնդրած լինեի ուրեմն նայեք ես հասկանում եմ որ մարդ կարա ջղայնանա ինչ-որ մի բան իրա դուր այնքան չգա որ ասենք հունից դուրս գա ու ասենք անցնի արդեն հայհոյանքների ամեն ինչի վերաբերյալ հասկանում եմ, շատ լավ հասկանում եմ բոլորս էլ ոնց որ ասում է մեր հայ տղամարդկանց մեր մեջ այդ կա որ ասենք հունից դուրս են գալիս արդեն ոնց որ հայհոյանքներ եւ այլն գախնի չի հիմա չեմ ասում դա լավ բան է, ուղղակի ուզում եմ ասեմ, այդ կա բոլորիս մեջ որ մեծ հաշվով sense նայես հայ տղամարդկանց մեծ մասն է կեղտոտ բերան ունի բայց խնդրանքս ինչ է նայեք ուրիշ ձև չհասկանաք էլի ես սուտ sense ընկերական աղբերական խնդրում եմ եկեք
բան անենք, նենց հանենք, ես էլի եմ ասել ու մի հատ էլ ավելորդ չեմ համարի կրկնել, այս ալիքի նպատակը իմ ստեղծելու են էր, որ գիտեք, ես ոչ մի ինչ-որ տենց շատ ուժեղ, շատ կարևոր ու չգիտեմ ինչ ինֆորմացիա չեմ տալիս, զուտ իմ առօրյան եմ ձեզ ներկայացնում աշխատանքի այդ ընթացքը, որ դուք էլ պատկերացում ունենաք, որտեվ ասել եմ էլի մարդիկ կան ստեղ էլ Հայաստանից էլ ովքեր ասենք գալու ճանապարհին են պետքա շուտով գան, բոլորին հետաքրքիր է, սաղ էլ լսել են, որ ասենք այս գործը լավ է, լավ փող ես առնում եւ այլն, բայց ուզում եմ իրականությունը ցույց տամ, որ մարդիկ տեսնեն, որ իրականում ոնց է վիճակը ու մի խոսքով մանրանալուց միտքը որն է, որ գիտեմ, որ մարդիկ դիտում են, գիտեմ նաև, որ կանայք էլ են դիտում, գիտեմ, որ կոմենտներ են կարդում, գրում ու եթե մի բան ձեզ դուր չի գալիս կամ ասենք տեսնում եք մի բանի մասին, որ ես խոսում եմ, որ ձեզ հունից հանում է կամ ինչ-որ մեկի կամ ինչ-որ արարքի մասին բոլորս էլ այդ բառերը գիտենք, բոլորս էլ գիտենք այդ հայհոյանքները, բայց եկեք այդ դնենք մի կողմ, այս ալիքը սենց միշտ սենց շնորհքով մեր ժողովուրդը գրվում է, զանգվում ենք, շփվում ենք, այդի պահենք, ես չեմ ուզում, էլի, որտեվ այսօր որ ալիքը բացում ես, որ YouTube կլինի, չգիտեմ, Instagram, Facebook, TikTok եւ այլն, ամենտեղ էս հայհոյանքներն է, ամենտեղ քաֆուր քյաֆար մեկը մյուսին, այն մեկը մյուսին, նայում ես մարդը, նստում է վիդեոյի կամերայի դիմաց, բանի ինչ է, կենսաբանության գիրքը բացում է ու թերթելով եթում է այդ մարդու ներքին օրգաններով ու չգիտեմ ինչերով եկեք էդի չանենք էլի ժողովուրդ ջան, հա հասկանում եմ ինչ-որ բան ձեզ դուր չի եկել, մանավանդ այդ վերջի վիդեոն, որ խոսացի այդ անշնորհ պահվածքների մասին բան, հասկանում եմ մարդկան հունից ելում է մարդկա իր համար ընդունելի չի, իմ համար էլ ընդունելի չի, բայց առանց դրա, հա գիտենք մարդիկ կան իրանց հասնում է այդ ամեն ինչը, բայց մենք դրանից զերծ կմնանք էլի, եկեք մեզ մի քիչ ասենք ավելի ցիվիլ պահենք այդ վիրա հայհոյանքներ բան պետք չի ես էլ կարամ շատ հեշտ է հենց վիդեոն միացնեմ ասենք մի բան դուրս չի եկել ասեմ տո ես սրա սենց է նրան հենց է բայց ավելի ուրիշ մեթոդներ կան դրան էլի պարտադիր չի ամեն ինչը մենակ հա տեղը որ գա հիմա հա սաղս էլ ասենք այդ բառերը գիտենք մեկ-մեկ նույնիսկ օգտագործում ենք, բայց էսի տեղը չի, խնդրում եմ էլի աղբերներ ջան, եկեք էդի տնենք մի կողմ, իրոք դա ինձ դուր չի գալիս, ես չեմ ուզում, որտև գիտեմ երեխեք էլ են, նույնիսկ երեխեք կան, որ ասենք նայում են այդ վիդեոն, որտև ես ոչ մի ինչ-որ ավելորդություններ ոչ ասում եմ, ոչ անում եմ, ոչ ցույց եմ տալիս դրա համար, երեխեք էլ են նայում, ես դեռև նորմալ է դա ինձ համար թող անցած վիդեոին խոսում եմ մեր կանանցից, աղջիկներից ու չի ցանկանա, որ այդ նույն կանայք աղջիկները կամ նույնիսկ երեխաները այս վիդեոները նայելուց մտնեն այդ կոմենտները կարդան, այդ բանի հարգերով հայհոյանքները եւ այլն ուրիշ ձև չհասկանաք խնդրում եմ ես էլի եմ ասում ես ինչ-որ չեմ փորձում վատաբան եմ կամ բան ուղղակի խնդրում եմ որ եկեք էդի չանենք էլի մի խոսքով հիմա սպասենք մի 5 րոպե 10 րոպե ու շարժվենք այդ կնոջ հետևից արդեն
live without it. No, it's my hotspot. Oh, I don't want to go back. Fuck. You don't want to go back? No. No. Fuck me, Suze. Last thing you fucking do. I've got another phone. I'm fine. I can. Well, I don't even mind like if they, but like music nowadays you can't even call it the music. It's oh my god, it's terrible. For sure. Հուսով եմ պատկերացրեցիք մոտավորապես ինչ տիպի բնավորության տերկին է, բայց մենտալ խնդիրներ ունի կինը, ինքը չի թաքցնում դա, ասում է, որ ունի այդ պրոբլեմը, բայց սա ընդամենը 15 րոպեանոց ճանապարհ էր, որ մենք եկանք, բայց հավատացեք, իրանից շատ ես ստրեսի մեջ ընկա, ասենք, լարված ես, ինչ էլ ուզում ա լինի, ես վստահ եմ իմ վրա ու վստահ եմ, որ ոչ մի ավելորդ բան չեմ անի, բայց այդ լարվածությունը կա, ու ինքը քեզ լարված ա պահում, ինքը խոսում ա, վերջում ասում ա, չգիտեմ, վիդեոյի մեջ կերևա թե չէ, վերջում ասում ա, քեզ խոսացնում ա, ինքը հարցեր ա տարի, դու պատասխանում ես կամ բան, ասում ա, ես առավոտ այսքան չեմ խոսում, ես դուր եմ, բայց ինչևից է, էլի եմ ասում, շատ լավ կին է, ես իրա դեմ ոչ մի բան չունեմ ու պատրաստ եմ իրան միշտ էլ տանեմ, բերեմ, խնդիր չկա։ Մի խոսքով իրան իջացրեցինք, բայց էլ ինձ թվում է հետ էլ կտանեմ իրան տուն էլի, միացրել ենք Uber-ը ու սպասենք պատվերի։ Կնոջի իջացնելուց հետո մի հատ կարճ պատվեր արեցի, ուրեմն եկա downtown չհասած վարորդները կիմանան Alvarado, Beverly Boulevard այդ կողմերն են, խոսքով շատ զզվելի թաղամաս է ու խցանումները իհարկե դա լրիվ առանձին պատմություն է, երկուշաբթի առավոտվա խցանումները ու պլյուս այս թաղամասում շատ ով ոնց ուզում քշում է այնտեղ կարմիր, կանաչ, դեղին, տես բաներ գոյություն չունի իհարկե այստեղ։ Խոսքով հիմա բարձրանում եմ վերև Հոլիվուդի կողմ, արա մարդը սպռոպի մեջ ինֆակտ կստանա, այ մարդ լուրջ եմ ասում, ինչ է կատարում։ Կոֆե ապետ, կոֆե, շատ արագ կոֆե, թիս կոֆեն ու սիբիլ երկցին մարդկանց մեջ։ Անտերներ չես հասկանում, ավտոյա, ավտոբուզա, ինչա, նես ձեներ է գալի մեկ մեջից, ոնց որ սովետի պազերից քշես, այ մարդ։ Արի ասա, որ 100,000-անոց ավտո ես քշում։ Զիբիլ, եկ ավտոյի մեջ ընգի մանարի տես որ դեից ես։ Շախ կոցը գալի։ Very practical. Like it doesn't have like any stability, you know? So it's not like it needs to have like a thing. What I like about it is it's collapsible. I'm telling you, lucky 13 is now my lucky number. 13, Grace, Bella. It was great. It's just great.
glad that I took those practice tests, and there was 3 that I was like, I have no fucking idea. And you could skip tests, you could skip questions, because I mean, there's some questions that are like, okay, this like makes no sense. Oh, okay, that's over. Thank you, Henry, for taking care of me. And then I was like, how the fuck am I gonna call Henry? I have my other phone, I don't have his number. And then I'm like, oh, but I've got my computer, and I texted him, so. But then I realized that no, all my contacts actually have gone into this phone. I just got these phones, so. Before you went in there, I didn't want to tell you about all that. Tell me now. But now, Tell me now, what happened? I had a worst experience, DMV experience here, the same location. This one? Yeah, because what? Կնոջը տարա իջացրեցի, մի հատ կարճ պատվեր եմ հասցրել անել այդ ընթացքում ու ինչպես արդեն հասկացաք վիդեոից, այդ նույն կնոջը հետ տարա, շատ ոգևորված էր, որտեղ ինքը գնում էր DMV, մեր են հայրենակիցների համար, ովքեր որ չգիտեն DMV ինչ է նշանակում, ասենք ստեղ չեն ապրում. DMV-ն դա այն վայրն է, որտեղ դու քո ուրեմն վարորդական իրավունքի հետ կապված, մեքենայի թղթաբանության հետ կապված ամեն ինչը անում ես DMV-ի միջոցով, Իրանը տենց ինչ-որ վարորդական իրավունքի հետ կապված հարց ուներ, գնացել էր անել ու ստացվել էր, արել էր, ամեն ինչ արել էր ու շուտ արագ արել էր, տենց շատ ուրախ երջանիկ զանգեց ինձ, գնացի իրան նորից հետ տարա տուն ու տանելուց հետո արդեն ագին ժամանակ է սպասում եմ պատվերի, դեռ չունեմ պատվեր, քանի դեռ սպասում եմ պատվերի, ուրեմն չգիտեմ ես վիդեոն կտեղադրեմ թե չէ, եթե ստացվեց կտեղադրեմ վիդեոն, դուք էլ կտեսնեք ինչ է այնտեղ կատարվել, այս ընթացքում ինձ զանգեց մեր ալիքի հետևորդներից ուրեմն լավ ընկեր Հովոն, որը որ խնդիր էր ունեցել հաճախորդների հետ, ու խնդիր ունենալը մի քիչ հարաբերական է, ասած ինքը խնդիր չէր ունեցել, ուղղակի անհաջող ինչ-որ սենց հաճախորդներ են, ովքեր ուղղակի առանց պատճառի իրանց ուշանալու, այրոպորտից ուշանալու մեղքը փորձում էին, ոնց որ ասած, գցեին Հովոյի վրա, ուշանում ենք, ստեղ մի մտի, ընդեղ մտի, սենց քշի եւ այնց քշի եւ այլն, այնինչ Հովոն զուտ հետևել է քայլերին, քարտեզի ու բռի ոնց ցույց է տվել, տենց քշել է մարդը ժամանակին հասել է, իրանց վերցրել է, բայց հարձակվել էին տղու վրա, այս մեքենային մի թող անցնի, այս սրա դեմը կտրի, ստեղից ծախ արա, անդեղից աչ արա, Հովոն էլ բնականաբար ներվայնացել էր, ջղայնացել էր, ինչը հասկանալի է, ու ես հիշեցի այդ նույն դեպքերը, ինչը որ իմ հետ էլ է եղել, իհարկե համոզված եմ շատերի հետ է եղել սենց դեպքեր, բայց սա հազվադեպ հանդիպող դեպքեր է, ինչի համար եմ այս ամեն ինչը ասում, տղեկ ջան, գիտեմ, լինում է, սենց խնդիր է լինում, ներվայնանում եք, հետո շատ ժամանակ ներվայնացնում է ավելի շատ այն փաստը, որ ոչ թե իրանք են տենց ոգևորվել, անկապ բաներ են խոսում, այլ այն փաստը, որ կարող է, ասենք, շատ լավ լեզվին չեք տիրապետում անգլերենին ու չեք կարողանում իրանց բացատրել ինչը որից հետո է, որպես իրանք էլ հանգիստ նստեն, դուք էլ, ու այդ կարող է ձեզ բերի, Աստված մի արած է իհարկե,
լուրջ հետևանքների, չգիտեմ, մեքենան խփեք եւ այլն եւ այլն։ Այս որ մի տրվեք այդ ամեն ինչին, ուղղակի հանգիստ ձեր համար քշեք, բանի տեղ մի դրեք։ Իջացնելուց հետո էլ անպայման այդ գնահատականը դրեք, ցածր գնահատեք, իհարկե մեկը ինչա, չգիտեմ, դրեք, թե կարող եք նաեւ ռեպորտ էլ գրեք, թող որպեսզի ինչի համար եմ ասում, որպեսզի ձեզնից հետոյի վարորդներն էլ էլի տեսնեն, եթե նույնիսկ որոշեն, որ իրանց վերցնել են, գոնե արդեն պատրաստված վերցնեն, որ ինչա իրանց սպասվում։ Ովոյն էլ մաղթում եմ Հով ջան, Աստված տա էլ տենց հաճախորդների չհանդիպես, բայց դե հանդիպելու դեպքում էլ լավ է, հանգիստ տեղի, քեզ հանգիստ պահի, ոչ մեկ էլ չարժի այդքան, որ դու գնաս մի փորձանքի, ոնց որ հանդիպես, ինչա որ մեկը ինչ-որ ավտոյիդ մեջ ավելորդ հիստերիկ բաներ է անում։ Այնքան էր Հովոն ջղայնացել, նույնիսկ կապնվեց իմ հետ, որ ես իրանց բացատրեմ ինչը որից հետո է։ Մի խոսքով, այտենց զգուշ եղեք։ Ճիշտ է, հաճախ չէ, բայց սենց դեպքեր է լինում, գիտեք, այս գործի մեջ, ամեն գործի մեջ էլ իր մինուսները կա, այս էլ մեր մինուսներից մեկն է, մեր գործի։ Հենց որ զգուշ եղեք։ Դե սպասենք մեր հաջորդ պատվերին, տեսնենք ինչ է գալի մեր գլուխը, արդեն չնայած ժամը 12-ն է լինում, դժվար թե չգիտեմ ինչ էր հիմա լինի։ 30 minutes. 30 minutes, yes. Crazy. Please try to get in the right lane so that we can make as fast a time as possible, please. And լսում ես դու ապեր։ Լսում եմ։ Մի հատ մարդ է, այլի խոսաս հետը կներես։ Հիմա քեզ լսում են, ասա ես որ ձեզի տնից վերցրել եմ, այրոպորտ եմ տանում, ասա ձեր տնից այրոպորտ մի ժամ է տվել, ու ես follow եմ անում destination-ը Uber-ի, ինչ են ուզում ինձանից, 26 րոպե է տալի, որ կհասնեն տեղ։ Մի հատ խոսա էլի, please։ Hi, good morning. Good morning. Yeah, so he's trying to explain that he's just following the map and it says an hour drive from your from your point to the LAX. So, do you need anything else you want me to tell him? Well, we're stuck now. We're on the freeway, but it's much less. It's faster if you would have just stayed on La Cienega Boulevard instead of getting on the freeway, which tells you that it's blocked. It's all red. So we have a plane ticket. It was just a bad choice getting on the freeway. A bad choice. And he was just following, he said he was following. I know, but you don't always follow Uber. You just go on La Cienega. Everybody that goes to the airport knows that. I know what you mean. I know. So, what do you want me to tell him, to get off the freeway? No! Just please get us drive there. us there fast. Just please Okay, alright. get us there as fast as you can. Oh, well. Make this light. No, go straight. Go straight. Just get past the light. No, please don't let. Oh. Okay. This one? No, keep go going. until it says United, sir. God, you need to be able to read a sign if you're going to get people to the airport. Go. Just go. For God's sakes, drive. Դե ինչ հարազատներ ջան, բարի երեկո, ես կրկին հետեկա պատվեր եմ արել, եկել եմ Pasadena-ում եմ հիմա այս պայն գտնվում։ Շատ տխուր լուր լսեցի, շատ տխրեցի, ճիշտն ասած, չգիտեմ որքանով եք ճանաչում այդ մարդուն, քաղաքական մեկնաբան էր, մարդը Արմեն Հովհաննիսյան, մահացել է երիտասարդ բավական 52-53 տարեկանում ոնց որ թե սրտի կաթվածից մահացել է ես անձամբ շատ իրան հավանում եմ ինքը շատ խելացի մարդ էր ու իր մեկնաբանությունները շատ խելացի էին ու բավականին գիտելիքներով հարուստ մարդ էր
Խոսքով տխրեցի ա, գինը դու զգում է իր այդ մարդ տեսակը, սենց ես իր այդ ճիշտ անձամբ ծանոթ չէի, բայց մարդուց զգում էր, չէ, ինչ տիպ, ինչ կարգի մարդ, հա, մի խոսքով իմ զգալով, իմ պատկերացումով շատ պարկեշտ մարդ է երևում, ամեն դեպս Աստված հոգին լուսավորի իր հարազատներին ցավակցություններս, ուներ 2 անչափահաս երեխա, այդ էլ գիտեի, ու իրոք շատ տխրեցի, խոսքով տենց հիմա Փասադենայում եմ, սպասում եմ պատվերի, հույսով որ ստեղից էր գոնե մի բան կվերցնեմ, հետ կգնամ, չեմ ուզում դատարկ գնամ, մնացեք ալիքի հետ, տեսնենք այսօր էլ ինչ ամ է սպասվում։ Վերջի անգամ միանալուցս հետո արել եմ ընդամենը մի հատ կարճ պատվեր ու ոչ մի բան չկա, քաղաքում մի հատ չգիտեմ մեռած վիճակ է, բոլորի մոտ է, տենց բոլորի հետ կապի մեջ եմ զանգվում ենք ու բոլորը պարապ կանգնած են, ես արդեն ինչքան կնի, երևի ժամը 6-ից ու ընդհանրապես այսօր ամբողջ օրը շատ թույլ ա եղել, խայտառակություն եմ, այդ խայտառակ վիճակը այս պահին կոնկրետ, նոր այդ մեկ կարճ պատվերը արեցի, ժողովուրդ ջան, արդեն 11-ն է երեկոյան, ոչ մի բան չկա, ոչ մի պատվեր, ոչ մի գործ չկա, ընդամենը 2 հատ մանր պատվեր եմ արել, քաղաքը դատարակություն, տեղեքը նայում եմենա փողոցների վրա, այս մեր սև SUV-ները շարված են կիլոմետրերով, հենց որ առանձնապես բան էլ չկա ցույց տալու, այսօրն ես ճիշտ ասած առավոտից լավ տրամադրված էի դուրս եկել, որ ասացի լավ գործ կլինի, դու կարողա չերետարկիր օր կլինի, ձեզ էլ ցույց կտամ, բայց արդյունքում պարզվեց, որ ոչ մի բան էլ չկա, հենց որ կներեք այսօրվա համար, ես գնում եմ տուն արդեն, հեսա մտնենք բենզին լցնեմ ու գնամ տուն, շնորհակալ եմ բոլորից հետ ալիքի հետ մնալու համար, երկին ներողություն եմ խնդրում սենց իմ կարծիքով սենց մի տեսակ անկապ վիդեոյի համար, խոսքով լավ եղեք, շուտով կհանդիպենք էլի, ավելի հետաքրքիր օր կունենանք հուսով եմ, բարի գիշեր բոլորիդ։